Դրոշմավորման ծրագրի հետ կապված էլի մենք շատ բարդ ճանապարհ ենք անցել։ Դրոշմավորման նոր համակարգը շատ լուրջ հակազդեցության եւ քննադատության արժանացավ։ Ինձ համար ակնհայտ էր, որ այդ քննադատությունը ունի երկու կողմ։ Մի մասը նեգատիվ լոբինգ է, այսինքն որովհետեւ ակնհայտ է այդ դրոշմավորման նոր համակարգը ինչով է ինձ համար անձամբ գրավիչ, որ մենք կարողանում ենք ամեն մի շիշ գարեջուրը արտադրության պահից մինչև սպառման պահը, ընդ որում իմանալով դա սպառվել է սրճարանում, ռեստորանում, թե մարդ տարել է տուն, որը մի շաբաթ հետո պիտի սպառել, այս մակարդակի մենք կարողանալու ենք առնվազն կամ հիմա աշխատում ենք այդ համակարգի վրա հետագծելիություն ապահովել։ Այս դեպքում ոչ հատուկ օպերացիաների կարիք կլինի, որովհետև հաշվարկը պարզ ցույց կտա, եւ հիմա մենք նույնիսկ առաջին արդյունքներն էինք արձանագրել շատ մակերեսային ներդրման փուլում։ Երբ որ մենք տեսել ենք, որ նույն ապրանքը, այսինքն պարզ է, չէ՞, դրոշմավորումը ասում է, այս գրիչը ունիկալացնում է։ Ինքը ոչ թե կոպիտ ասած ուղակի գրիչ է, ինքը անուն ազգանուն անձնագրի համարով դառնում է գրիչ։ Եվ մենք տեսել ենք, որ համակարգը երբեմն մեզ ցույց է տալիս, որ այս մի գրիչը 1000 անգամ վաճառվել է օրինակ։ Եվ մենք հասկանում ենք, որ դա չի կարող տեղի ունենա եւ խնդրեմ կա, ընդ որում սա մեզ թույլ է տալիս, որ խոշոր խնդիրների տեղը մենք տեղորոշենք, ռիսկերի գնահատման համակարգ ենք ասում, բայց մենք իմանանք որտեղ գնանք ստվերը փնտրենք։ Բայց մյուս կողմից էլ կար խնդիր գների գնագոյացման հետ կապված եւ վճարման համակարգերի հետ կապված եւ մենք որոշեցինք նաեւ քննադատությունները լսել եւ այդ քննադատությունները լսելու արդյունքում մենք եկանք այն եզրակացության, որ մենք գները ոչ միայն երեք կայացրենք, չէ՞, կարող նիստով այդ որոշումը չզեկուցող հարցերի փաթեթով, ոչ միայն գները իջեցրինք, այլև սահմանել ենք նաև համակարգ, որ նախկինում այսօրվա սահմանած գնից 2025 թվականի հունվարի 1-ից հետո սահմանած գնից ավել վճարված գինը տնտեսվարողներին մենք հնդածած հաշվանցումով կվերադարձնենք, այս էլ են տրամաբանությամբ, որ ոչ մի լումա ավել, բայց նաև ոչ մի լումա պակաս։ Եվ այս առումով իհարկե մենք պետքա ավելի բան դարձնենք, պետական եկամուտների կոմիտեի նկատմամբ վստահությունը մեծացնենք այսպիսի մեթոդներով, ընդ որում նախորդ տարի էլ մենք ամենաուժային կտորը քննչական հատվածը տարանք քննչական կոմիտեում, կենտրոնացրինք, որը իմ կարծիքով ահագին էֆեկտիվ է, բայց մյուս կողմից էլ այդտեղ մենք պետքա համոզված լինենք, որ այսպես ասած չենք գերգործադրում այն հնարավորությունները, որը կա եւ այստեղ էլ մենք գործարար համայնքի հետ խոսակցության եւ հաղորդակցության մեջ ենք, բայց ընդհանուր առմամբ հենց այս փափուկ գործիքները, որ մենք կիրառենք, դա հնարավորություն է տալու ընդհանուր առմամբ պետական եկամուտների կոմիտեն եւ ծառայության աշխատանքի իմաստն ու բովանդակությունը կերպափոխել, որ մի X պահի ես հավատում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը, որը իրենց անդադ աջակցում է, որ իրենք ճիշտ ճանապարհներով շարժվեն առաջ եւ ճիշտ արձանագրումներ անեն։ Էդ էլ է պետք խոստովանել եւ ինչքան էլ օրը, այսպես ասած, նախատոնական է, ես չեմ կարող շրջանցել նաեւ այդ թեման, որ պետքա մենք խոստովանենք եւ առերեսվենք, որ պետական եկամուտների կոմիտեն կոռուպցիոն ռիսկերի առումով շատ խոցելի կառույց է, հասկանալի բերումով։ Երկրում ըստ էության ինչքան դրամաշրջանառություն եւ տնտեսական գործունեություն կա, անցնում է պետական եկամուտների կոմիտեի միջոցով, եւ այստեղ էլ մենք պետքա հետեւողական լինենք եւ ոչ մի ահազանգ չարհամարենք, բայց մյուս կողմից էլ նաեւ երբեմն կարող են ահազանգ լինել։ Հիմա գիտեք, ինձ սոցիալական ցանցերի դարում եւ հիբրիդային մոտեցումների դարում շատ հաճախ գործիքներից հակադարձ տրամաբանությամբ են օգտվում։ Այսինքն կարող են թիրախավորվել մարդիկ, ովքեր իրոք անհարմարություններ են ստեղծել ինչ որ շրջանակների համար, եւ նրանք այդ ձևով կարող են թիրախավորվել ուղղակի առնվազն այդ սկզբունքային աշխատանքի կամքը կոտրելու համար։ Այս մի ուղղությունն է։ Երկրորդ ուղղությունն էլ կա, որոնք սոցիալական ցանցերում կարող են իրական տեղեկություն լինել կամ ոչ միայն սոցիալական ցանցերում, եւ իմ մոտեցումն է նա, որ մենք պետքա հարցերի պատասխաններ ունենանք։ Մենք չպետքա ոչ մեղավորության, բայց ինչքան էլ
բարդ է, ոչ էլ այս դեպքում մեր ծառայողական մակարդակում, ոչ էլ անմեղության կանխավարկածով առաջնորդվենք, մենք պետք է հստակ բոլոր հարցերի հետևից գնանք եւ պատասխաններ իմանանք եւ նաեւ հանրությանը տանք կոնկրետ հարցերի պատասխաններ։ Ընթացող 2026 թվականին բացի այն գործառույթները, որը մենք գիտենք պետական եկամուտների կոմիտեի համար, մի մեծ դաշտ է բացվելու եւ այդ դաշտը կապված է խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում թրիփ ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 26 թվականին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական եւ բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար, եւ սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետեւ մենք այսօր 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք եւ այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի մենք ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը, ընդ որում մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին եւ այդ զարգացումները արդեն մասամբ տեղի են ունենում, գիտեք, որ արդեն Ադրբեջանի տարածքով գնացքներ են գալիս Հայաստանի Հանրապետություն, դեռ հակառակ ուղղությամբ գնացքներ չեն գնում եւ դա հիմնականում կապված է նրա հետ, որովհետեւ 30 տարի, այսինքն նախորդող շրջանում մեր տնտեսությունը մի քիչ զվարճալի է դա հնչում, բայց իրականությունը դա է, ֆուրի ծավալով է իր պլանավորումը իրականացնել, իսկ գնացքը բեռնել եւ գնացքով ապրանք արտահանել մեզ համար բոլորովին նոր բան է։ Ըստ էության մենք գնացքով լիարժեք արտահանել ենք թերևս մենակ խտանյութ հիմնականում։ Հիմա մեր պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն Հայաստանում կազմակերպչական իմաստով, որպես տնտեսությունը կարողանա հասկանալ ինչպես կարելի է գնացք բեռնել եւ ինչն է որ կարելի է գնացքով արտահանել եւ ինչն է որ ոչ մի կերպ հնարավոր չի գնացքով արտահանել եւ իհարկե այս ամեն ինչը մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։ Մենք տեսեք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, բայց եթե օրինակ նայենք Հայաստան, Қырғызստան եւ Հայաստան Ղազախստան առևտրաշրջանառությունը ինքը այնպես չի, որ միասնական մաքսային տարածքի համար բավարար կշիռ ունեցող ապրանքաշրջանառություն է, ինչն է պատճառը, լոգիստիկան, որ հեռավորությունը եւ կարճ ճանապարհների եւ հաղորդակցության հնարավորության բացակայությունը եւ հիմա այդ ամեն ինչը փոխվում է եւ ենթադրում եմ եւ ակնհայտորեն մեր մաքսային ծառայությունը նույնպես պետք է այս ինֆորմացիան մշակի, հասկանա եւ ինչ որտեղ գուցե նաեւ խորհրդատվության անհրաժեշտություն լինի, որ մենք աջակցենք տնտեսվարողներին, որպես նրանք կարողանան ադապտացվել այս նոր իրավիճակին։ Եվ ամփոփելով ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար եւ շատ կարեւոր եմ համարում հայեցակարգի բովանդակային հատվածը, որովհետեւ գիտեք մենք ավելի ու ավելի շատ պետք է կարևորություն տանք հայեցակարգերին, որովհետեւ որևէ բան, որը տեղի է ունենում, ինքը որակյալ կարող է տեղի ունենալ, եթե իր հիմքում ինչ որ տեքստ է դրված, բովանդակություն է դրված, որը ուղենիշ է ծառայում բոլորի համար, եւ տեքստը հրապարակային է եւ բոլորը գիտեն ինչ է արվում, ինչի համար, որն է նպատակը, պատճառահետևանքային կապերը, եւ այդ առումով ես կարեւոր եմ համարում, որ մենք հասել ենք այս կետին, որ գրեթե ամեն օր այս թեմաներով խոսում ենք, հարկեր վճարել, այդ նոր հայեցակարգը, որը շատ կարևոր է, պետք է գիտակցվի վերջո, որ Հայաստանի Հանրապետություն իրոք չկա ոչ մի ընտանիք, բառից բուն իմաստով, ոչ մի ընտանիք, այդ ընտանիքների թիվը 0 է, որ ինքը իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Նույնիսկ ամենաունևոր ընտանիքների դեպքում սա 100% ճշմարտություն է։ Պետական բյուջեն է Հայաստանի Հանրապետության ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ 1 աղբյուրը։
եւ իմ համոզմունքը նաեւ այն է եւ դա գնալով ավելի հիմնավորվում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի եւ մարդու բարեկեցությունը առաջին հերթին կախված չի նրանից, թե ինքը ինչքան է ծախսում իր բարեկեցությունը ապահովելու համար, առաջին հերթին կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեները ինչքան են ծախսում իր բարեկեցությունը ապահովելու համար։ Բայց ելի եմ ասում, այդ ամենի աղբյուրը, այդ ամենի առաջին օպերատորը պետական եկամուտների կոմիտեն է եւ նրա աշխատողները, համակարգը, եւ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք գնում ենք կայացման ճանապարհով։ Մենք անթերի չենք։ Պետական եւ ոչ պետական համակարգում եւ Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ անձ, ոչ ինստիտուտ, ոչ կազմակերպություն, որը անթերի է։ Դա բացառված է եւ մենք չպետք է ձգտենք դες նպատակի։ Եթե մենք ձգտենք, որ մենք պետք է ունենանք անթերի մարդիկ, անթերի կառույցներ, այդ նշանակում է, որ մենք որոշել ենք կյանքը կանգնացնել, որովհետեւ ի վերջո զարգացումը նաեւ էվոլյուցիան մուտացիաների արդյունքում ձևավորված գործընթաց է։ Մենք խնդիրների հանդիպելիս արձանագրում ենք մեր թերությունները, բայց նաեւ աշխատում ենք այդ թերությունները վերացնելու ուղղությամբ եւ կարծում եմ, որ պետական եկամուտների կոմիտեն այդպիսի օրինակ է թերությունները արձանագրելու եւ դրանց շփման ուղղությամբ աշխատելու, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։ Այսքանը։